Հայաստանը հեղուկ գազ ներկրող երկիր է, մենք հիմնականում հեղուկ գազ ներկրում ենք Ռուսաստանի Դաշնությունից եւ Իրանից։ Սովորաբար մենք Իրանից ներկրում ենք ձմռան ամիսներին, երբ որ դժվարանում է վերին լասի անցակետի այսպես մատակարարումները եւ ընդհանուր շուկայում որոշակի բարձրացում է տեղի ունենում գների, արդեն այդ պարագայում ձեռնտու է դառնում Իրանից հեղուկ գազի ներկրումը։ Այնպես ստացվեց, որ այս տարվա ձմռան ամիսներին ոչ միայն վերին լարսի հետ այսպես ավանդաբար խնդիր ունեցանք, այլ նաև Իրանի պարագայում այստեղ կոշակի քաղաքական լարվածություն է եւ արտահանման եւ այլ խնդիրներ են առաջացել, որոնք եւս ձգձգում են այսպես այլընտրանքային ներմուծման հնարավորությունը Հայաստանում։ Այս պայմանները մենք ունեցել ենք կտրուկ այսպես հեղուկ գազի գների աճ։ Առհասարակ Հայաստան ներկրում են մոտ 100 տնտեսվարող սուբյեկտներ հեղուկ գազ, սակայն այդ տնտեսվարողներից քիչերը ունեն պահեստավորման հնարավորություն։ Մեծ մասը հեղուկ գազ ներկրում են իրենց գազալցակայանների համար եւ լոգիստիկան կազմակերպում են այնպես, որ վերջանալուն պես հաջորդ այսպես խմբականակը ստանան։ Իսկ Հայաստանում մի քանի տնտեսվարող կա, որ կարող է կուտակել հեղուկ գազ։ Եվ նրանք օգտվելով այս իրավիճակից, երբ որ այսպես զուգահեռ մատակարարումները դադարել են կամ հետաձգվել են, խնդիրներ են առաջացել, նրանք սկսում են թանկացնել։ Իսկ ով որ կուտակած գազ ունի, սկսում է սպեկուլյացիա անել շուկայում։ Եվ դրա արդյունքում բնականաբար հեղուկ գազի շուկայում որոշակի գնաճ է տեղ ունենում։ Արհեստական այսպես դեֆիցիտ առաջանում եւ նաեւ սպեկուլյացիոն այսպես էֆեկտ առաջանում եւ ունենում են գների աճ։ Հաշվի առնելով, որ մրցակցության հանձնաժողովը պետական նշում է, որ մենք անելիք չունենք այս շուկայում, քանի որ 100 տնտեսվարող սուբյեկտ է այստեղ գործում, այսպես կուտակման հնարավորություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները պարբերաբար օգտվում են առիթից եւ գները կտրուկ թանկացնում են։ Սա առաջին դեպքը չի։ Դա մրցակցության հանձնաժողովի անգործության հետևանքն է որպես այդպեսին, քանի որ իրենք չեն հասկանում ոլորտը շուկան եւ չեն հասկանում, որ զուտ տարվա կտրվածքով 100 տնտեսվարող սուբյեկտների թիվը չպետք է ընդունել հիմք, այլ այն տնտեսվարողները, որոնք կուտակման հնարավորություն ունեն եւ կարողանում են ազդել շուկայի վրա, երբ որ առաջանում է մատակարարման խնդիրներ։ Պարոն Պարսյան, տեսեք, Փաշինյանի ընդդիմադիրները կարծում են, որ հեղուկ գազը թանկացել է նաև Ադրբեջանից ադրբեջանական բենզին ներկրելուն զուգահեռ։ Այս մասով ինչ կարող ենք ասել։ Արդյոք այստեղ քաղաքական տնտեսական տրամաբանություն չունի այդ հայտարարությունները, քանի որ հեղուկ գազը եւ բենզինը փոխադարձ փոխարինելի ապրանքներ են, սակայն այս պարագայում այնպես չի, որ տնտեսվարողները կամ առանձին այսպես շահագործողներ իրենց ավտոմեքենաները միանգամից անցնելու են հեղուկ գազի կամ մյուս բենզինի տարբերակով։ Նույնիսկ այս թանկացած վիճակում հեղուկ գազը ավելի ձեռնտու է բենզինից, թեկուզ բենզինի գինը իջել է։